Ես փոքրուց եմ երազել իմ եղբորը ծառայել իրականում, ու հետո պատժեց, որ իրան տարեկետում տվեցին, ու ես շատ էի ոգևորվել, որ վերջապես եղբորս հետ կծառայեմ, մանկությանս երազանքը ինչ որտեղ իրականացավ։ Այս հարցազրույցները նկարահանվել են 2024 թվականի ամռանը, որտեղ Էդուարդ ու Գագիկ Ներսիսյանները նորակոչիկներ էին։ Նախախնամություն էր, թե պատահականություն, բայց եղբայրներին բարդ վիճակվեց ծառայել միասին։ Այսօր արդեն նրանք զորացրվում են։ Եղբայրները հավաքում են իրերը, վերջին անգամ զինվորականին վայել հարդարվում ու դուրս գալիս զորանոցից։ Ու քանի դեռ ժամանակ կա նախքան հանդիսավոր արարողությունը, Ներսիսյան եղբայրները շտապում են ծառայեկից ընկերների հետ վերջին րոպեները վայելելու։ Դու կգամ ես կրկին կսվոպեմ քոքին ամբույրով սրտագին կսեղնեմ քեզ իմ կրսկին ախիմա Երկու եղբայր, որ են ծառայում, ծառայությունը շատ անգամ ավելի հեշտ է, որովհետև որ գիտես թիկունքիդ քո հարազատ եղբայրն է կանգնած, իմ դեպքում մեծ եղբայրս է կանգնած ու ավելի վստահ ես քո քայլերի մեջ։ Անցնող 2 տարիների ընթացքում Ներսիսյանի եղբայրները հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտպանել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրենց վստահված հատվածը։ Նրանք դա արել են մեծագույն պատասխանատվությամբ ու հոգու պարտքով, օրինակ դառնալով զինակից ընկերների համար։ Այդ մասին են վկայում զինվորական համազգեստի վրա աչք շոյող կրծքանշանները։ Ծառայությունը մեծ մի փորձաշրջան էր ու ինչ խոսք շատ լավ բաներ մեզ տվեց։ Մենք ունեցանք շատ նոր ընկերներ, կոփվեցինք ֆիզիկապես, հոգեպես։ Տարատեսակ հմտություններ ձեռք բերեցինք, մասնագիտական։ Պարոն փոխգնդապետ կրծե սերժանտ Ներսիսյանն ներկայացել է զորացրման կապակցությամբ։ Շնորհակալություն։ Զինվորական գրքույկներն արդեն զորացրվող տղաների ձեռքին են։ Վերջին անգամ նրանք անցնում են շարային երթով ու պատվի առնում հրամանատարական կազմին, շնորհակալություն հայտնելով մշտապես նրանց աջակից լինելու համար։ Մեր ընտանիքում ծնողները զինվորական էին, էլի բարեկամներ ունենք, որ զինվորական են եղել, քեռիներ, օպարներ։ Դե մենք փոքրուց միշտ էլ տեսել ենք այդ զինվորական կյանքը ինչպիսին է, դրա համար մենք տենց ոգևորվածությամբ սպասում ենք ծառայությանը։ Տղաների հայրը կապիտան Արշակ Ներսիսյանը ռազմական օդաչու է եղել, զոհվել է 2008 թվականի նոյեմբերին ուսումնական թռիչքի ժամանակ։ Ամուսնու մահից հետո զինվորական ուսադիրներ է կրել նաև տղաների մայրը Արմինե Հայրապետյանը։ Այսօր արդեն զինվորների մայրը ներքին գործերի նախարարության գնդապետ է։ Նրա համար գնված անուշաբույր ծաղիկներն արդեն տղաների ձեռքին են։ Եվս մի քանի րոպե եւ տեղի կունենա այդքան սպասված եւ ինչ որ չափով անակնկալ հանդիպումը։ Ես երջանիկ եմ անկեղծորեն, որ իրենց ծառայությունը հայրենիքին պատվով են կատարել։ Տիկին Արմինեի խոսքով երկու որդիներին բանակ ճանապարհելով կրկնապատկվել են սպասումի ու կարոտի զգացողությունները, բայց միևնույն ժամանակ թեթևություն կար։ Մեկը մյուսի կողքին էր ոչ միայն որպես սրտակից եղբայր, այլև զինակից ընկեր։ Օրենքին ձեռած հնարավորությամբ զոհված ծնող ունենալու փաստով Էդուարդ ու Գագիկ Ներսիսյանները կարող էին օգտվել հերթապահություն չիրականացնելու արտոնությունից, սակայն եղբայրները գրավոր հրաժարվել են դրանից։ Ամեն մեկը իր ծառայությունը, եթե մեր հայրենիքին արժանի ձևով անի, մենք մեր տունը շեն կպահենք։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։